Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2024 թվականի պետական բյուջեի կատարողականը։ Հակոբ Արշակյանը ընդունել է Չեխիայի փոխվարչապետին։ Ազգային ժողովի նախագահի տեղակալը բարձր է գնահատել չեխական կողմի աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին։ Բարեկամական խմբի մակարդակով Երևանում էին Լեհաստանի Սեյմի պատվիրակները։ Խորհրդարանը Արտակ Զեյնալյանին ընտրել է Սահմանադրական դատարանի դատավոր։ Ազգային ժողովն ավարտել է 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի աշխատանքները։ Հայաստանի եւ Վրաստանի միջև մշակութային համագործակցությունը երկու երկրների համանուն հանձնաժողովների համատեղ նիստի առանցքում էր։ Շաբաթվա սկզբին Ազգային ժողովը գումարեց հերթական նիստերը, խորհրդարանականների քննարկման առանցքում էր նաև 2024-ի բյուջեի կատարողականը։ Փաստաթուղթը մինչ դահլիճ բերվել է, կառավարության անդամները շուրջ 2 շաբաթ իրենց կատարած աշխատանքներն ու բյուջետային ծախսերը նախ ներկայացրին գլխադասային հանձնաժողովներում։ Թվերից բացի կատարողականում արձանագրված են հաջողությունները, թերակատարումները, մարտահրավերներն ու դրանք հաղթահարելու հնարավորությունները։ Հիշեցնենք, որ 2024-ին բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 579 միլիարդ 200 միլիոն դրամ։ Տարբեր ուղղություններով իրականացվել են համալիր միջոցառումներ տնտեսական կայունությունն ապահովելու եւ նախապես ուրվագծված թիրախներին հասնելու համար։ Ընդհանուր առմամբ 24-ի համար ինչ նախանշված էր, կատարվել է, ընդգծում է Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը, թեև ծախսերի եւ եկամուտների մասով եղել է որոշակի թերակատարում։ Շեղումը թույլատրելի միջակայքում էր եւ բաց դրանից պետք է նաեւ հաշվի առնել, որ անցած տարի մենք նաեւ որոշակի ֆորս մաժորային իրավիճակների առաջ կանգնեցինք, օրինակ Տավուշի Լոռու մարզում տեղի ունեցած ջրհեղեղը, որը բավականին չնախատեսված ծախսեր ավելացրեց, առանձին գերատեսչությունների մասով տեղի ունեցել վերաբաշխումներ, ասենք օրինակ միտեղ որևէ ծրագիր չի կատարվել կամ թերակատարվել է դրա փոխարեն մեկ այլ գերատեսչության ուղղությամբ ծախսերն են ավելացել, այս շեղումները եթե հաշվի չառնենք, ապա ընդհանուր առմամբ բյուջեով նախատեսված բոլոր թիրախներին կարելի ասել կառավարությունը հասել է։ Այս համոզմունքն ունի նաև հաշվեկնիչ պալատը, կառույցի դիրքորոշմամբ մասնավորապես նշվում է 2024-ի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը բոլոր էական առումներով տալիս է ճշմարիտ եւ իրական պատկերը կիրառելի հիմունքների համաձայն, եւ ըստ այդմ հաշվեկնիչ պալատն արտահայտում է դրական եզրահանգում։ 2024-ին պետության համար վարած տնտեսական քաղաքականությունը 2025-ի համար ունեցավ վճռորոշ դերակատարում ու բալանսավորված պատկեր ապահովեց երկրի տնտեսության համար։ Ամեն տարվա կատարողականը այն բազան է, որի հիման վրա հաջորդ տարվա բյուջեն է կազմվում եւ այն ինչ մենք ունեցել ենք 24 թվականին, դրա հիման վրա 25 թվականի բյուջեի կանխատեսումներն են արվել ու կարծում եմ, որ այս տարի մենք դեռևս այս պահին տեմպը ցույց է տալիս, որ նախատեսվածից ավելի լավ ու դինամիկ տեմպով ենք գնում, մասնավորապես հարկերի եւ բյուջետային ծախսերի տեսանկյունից։ Թունյանը նաև հավելում է, որ պետք չէ բյուջեի ցուցանիշները դիտարկել որպես դոգմատիկ թվեր։ Տնտեսությունը ինքը կենթանի օրգանիզմ է, որևէ մեկը չի կարող մեկ դրամի ճշգրտությամբ հաշվարկել, թե ինչ կլինի տնտեսության հետ։ Կարող է այնպես լինի, որ սպասվածից ավելի արագ զարգանան որոշ ուղղություններ կամ ընդհանուր տնտեսությունը, կարող է այնպես լինի, որ մի քիչ ավելի դանդաղ տեմպերով գնանք առաջ։ Պատգամավորի դիտարկմամբ այսօր ունենք ժամանակի մարտահրավերներին միտված զարգացող բյուջե եւ այն լիովին համապատասխանում է երկրի տնտեսական երկարաժամկետ քաղաքականությանը։ Թունյանն անդրադառնում է նաեւ նախորդ տարի արձանագրված հարկեր հնա վատթարացմանը։ Այո, մենք անցած տարի ունեցել ենք հարկեր հնա վատթարացում, որոշակի կարծեմ 0.5 թե 0.6% կետի չափով, այսինքն հարկային հավաքագրումը հետ է մնացել տնտեսական աճից։ Չնայած բացարձակ թվով աճել է, դա էլ իր պատճառները ունի եւ տնտեսության ոլորտները, որոնք աճել են, դրանք հիմնականում եղել են այն ոլորտները, որոնք հարկեր լրացուցիչ չեն գեներացել, օրինակ բանկային համակարգը, որ ավելացված արժեքի հարկ չի վճարում, կամ ունենք մեքենաների ուղղությունը։ Պատգամավորը հիշեցնում է, որ չարդարացված հարկային ցուցանիշների չպետք է ձգտել։ Եթե բյուջեով նախատեսված է ենթադրենք X ծավալի հարկ հավաքել, բայց երբ որ դու տեսնում ես քո տնտեսության մեջ որոշակի փոփոխություններ են տեղ ունեցել ու բնականon հարկերը պիտի ավելի քիչ լինեն, ավել հարկեր հավաքելը, ասենք օրինակ վարչարարության խստացման շնորհիվ կամ
հարկային դրույքաչափեր վերանայելու շնորհիվ հետո ավելի վատ հետևանքների ապրելու, դրա համար ավելի լավ է թեկուզ ցուցանիշներում մենք ունենանք հարկային ցուցանիշների որոշակի վատթարացում, քան խնդիրներ ստեղծենք տնտեսվարողների համար։ Հանձնաժողովի նախագահի տեղակալի խոսքով 2024-ի բյուջեի կատարողականը լիովին համապատասխանում էր կառավարության 2021-2026 թվականների ծրագրի այդ փուլի թիրախներին։ Վերանշվածից էլ ելնելով խորհրդարանը 63 կողմ ձայներով հաստատեց 2024-ի բյուջեի կատարողականը։ Ազգային ժողովը հերթական նիստերի ընթացքում հաստատեց Արտակ Զեյնալյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։ Ապրիլին դատավորի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել Վահե Գրիգորյանը։ Արտակ Զեյնալյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր 67 կողմ 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Զեյնալյանի թեկնածությունն առաջադրել էր կառավարությունը։ 1996 թվականին ավարտել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը, 1999 թվականին Առողջապահության ազգային ինստիտուտի արձինատորան, 2002 թվականին Կառավարման ակադեմիան պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մասնագիտացմամբ, 2009 թվականին ավարտել է Գլաձոր կառավարման համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2020 թվականից մինչ օրս աշխատում է որպես իրավաբան։ Արտակ Զեյնալյանը միջազգային իրավունքի մասնագետ է, 2018-2019 թվականներին զբաղեցրել է Արդարադատության նախարարի պաշտոնը, ավելի վաղ եղել է ազգային ժողովի падգամավոր։ Ինձ համար մեծ պատիվ է առաջադրվել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի պաշտոնի համար եւ կանգնել օրենսդիր մարմնի առջև եւ ժողովրդի առջև։ Սահմանադրության գերակայության ապահովմանը անձանց սահմանադրական իրավունքների պաշտպանությանը հնարավոր է հասնել հանրային իշխանության մարմինների, պաշտոնատար անձանց, պետական ինստիտուտների ներդաշնակեցված եւ անընդմեջ գործելու եւ որ ամենակարևորն է հանրային հասարակական քաղաքական միջանձնային հարաբերությունների սահմանադրականացման։ Տեխնացուն հավաստիացրել է, որ ընտրվելու դեպքում լինելու է անկախ, անկողմնակալ եւ չի ենթարկվելու որևէ ազդեցության ու ճնշման։ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու դեպքում դրանք կօգտագործեն արհեստական բանականությունը վարժեցնելու, հմտությունները հետևողականորեն զարգացնելու համար։ Յուրաքանչյուր 5 ամիսը մեկ արհեստական բանականության հնարավորությունները բազմապատկվում են։ Եվ կարծում եմ կարճ ժամանակ հետո մենք կարողանանք ունենալ արհեստական բանականության բանաձև, որով հնարավոր կլինի ստուգել նախագծերի սահմանադրականությունը կամ կիրառման ենթակա իրավական ակտերի սահմանադրականությունը։ Հաջողության դեպքում այդ ալգորիթմը կտրամադրվի բոլոր իրավական կիրառողներին, այդ թվում նաև իրավաստեղծ մարմիններին, նաև փաստաբաններին, քննիչներին, իրավապաշտպաններին։ Ընտրվելուց հետո Արտակ Զեյնալյանն ամբիոնի մոտ երդվեց։ Սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի համաձայն Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր ընտրությունից հետո ազգային ժողովի նիստին երդվում է, պարոն Զեյնալյան, խնդրում եմ համեցեք ամբիոնի մոտ։ Ստանձնելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ ապահովել սահմանադրության գերակայությունը, գործել անկախ, անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի կոչմանը։ Հայաստանի Հանրապետության օրհներքի կենթանի հնչյունների ներքո ազգային ժողովի 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի աշխատանքն ավարտվեց։ Այս շաբաթ մեր երկիր էր ժամանել Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գեորգի Կապունյայի գլխավորած պատվիրակությունը։ Նրանց խորհրդարանում նախ ընդունեց ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Միջխորհրդարանական կապեր ու տարածաշրջանային զարգացումներ, ահա այս թեմաներն էին զրուցակիցների հանդիպման առանցքում։ Քննարկվեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Հաջորդիվ տեղի ունեցավ ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի եւ Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի համատեղ նիստը։ Հայ-վրացական խորհրդարանների համանուն հանձնաժողովների հանդիպումները շարունակական բնույթ են կրում։ Պատվիրակության այցը եւս մեկ քայլ է երկու երկրների խորքային համագործակցության ու փոխվստահության ամրապնդման ուղղությամբ։ Երկուստեք արձանագրվեց հանդիպման ընթացքում։ Անդրադարձ կատարվեց երկու ժողովուրդների դարավոր մշակութային ժառանգությանն ու բարեկամության ամրապնդման անհրաժեշտությանը, հատկապես կրթության, երիտասարդության եւ մշակույթի ոլորտներում։ Բոլորովին վերջերս Հայաստանում անցկացվեց Վրաստանի մշակույթի օրերը։ Սա հենց մեր համագործակցության շրջանակում էր եւ մեր այս հանդիպման ընթացքում էլ արդեն իսկ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում երկու նախարարների համատեղ հանդիպման ընթացքում մեր կողմից նաև առաջարկ կարվի, որպեսզի հաջորդ տարի արդեն Վրաստանում անցկացվեն Հայաստանի օրեր, արդեն իսկ ավարտին է հասցված Պետրոս Ադամյանի անվան թատրոնը Վրաստանի մայրաքաղաքում եւ մենք նախատեսում ենք, որ թատրոնի բացումը մինչեւ այս տարվա աշնան վերջ կլինի եւ այցելության ընթացքում նաեւ բոլորին նոր վերականգնված, նոր տեխնիկայով հագեցած հայկական թատրոնի բացմանը ականատես կլինենք։ Զրուցակիցների ուշադրությունից անմասն չմնացին նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերը։ Արձանագրվեց, որ դրանց ապահովումը երկու երկրների համար համատեղ առաջնահերթություններ են։ Շնորհակալություն հայտնեցի վրացական կողմին խաղաղության ջանքերին աջակցելու համար եւ նաեւ մտահոգությունս հայտնեցի հատկապես վերջին շրջանում Ադրբեջանի կողմից արևմտյան Ադրբեջան խոսույթի հետ կապված այս հարցում նույնպես մենք ցանկանում ենք որ վրացական կողմը շարունակի լինել այդ չեզոք հարևանի դերում, որովհետեւ մեզ համար արևմտյան Ադրբեջան խոսույթը եւ ընդհանրապես այդ նարատիվը Հայաստանի Հանրապետության համար ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ։ Երկու երկրների առողջապահական ոլորտներում իրականացվող ծրագրերը քննարկեցին ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանն ու Վրաստանի խորհրդարանի համանուն հանձնաժողովի նախագահ Զազա Լոմինաձեն։ Առողջապահական ոլորտի բարեփոխումներին առնչվող երկխոսություն, փորձի փոխանակում, առողջապահական ընդհանուր մոտեցումներ ու խորհրդարանական հանձնաժողովների միջև շարունակական համագործակցություն։ Ահա այս հարցերն էին հայ եւ վրացի գործընկերների հանդիպման օրակարգում։ Անդրադարձ եղավ նաեւ տարածաշրջանում ստեղծված ռիսկերին դիմակայելու թեմային։ Այս համատեքստում նշվեց առողջապահական անվտանգության եւ համավարակային պատրաստվածության կարեւորությունը։ Այցի շրջանակում Գեորգի Գաբունյայի գլխավորած պատվիրակությունը եղավ նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։ Հյուրերը ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ ու հարգեցին սուրբ նահատակների հիշատակը։ Չեխիայի Հանրապետությունը մեր ամենակարևոր եվրոպական գործընկերներից մեկն է։ Մենք հատուկ նշանակություն ենք տալիս երկկողմ ակտիվ միջխորհրդարանական երկխոսությանը, նշել է ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Աշակյանը Չեխիայի փոխվարչապետ Մարիան Յուրեչկայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։ Ազգային ժողովի փոխնախագահը բարձր է գնահատել չեխական կողմի աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդարական բարեփոխումների գործընթացում։ Հակոբ Աշակյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների նորարարության եւ ստեղծագործ կրթության ոլորտում Հայաստանի ձեռքբերումները, այդ համատեքստում ընդգծելով Չեխիայի փորձն ու համագործակցության հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման գործընթացին ու հեռանկարներին, վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին եւ Հայաստանին եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակում օգնության տրամադրմանը։ Խոսելով տարածաշրջանային անվտանգային խնդիրների, ինչպես նաև հաղորդակցությունների արդյունավետ ապաշրջապակման Հայաստանի տեսլականի մասին, ազգային ժողովի փոխնախագահը ներկայացրել է Հայաստանի կառավարության նախաձեռնած խաղաղության խաչմերուկ նախագիծը, որը ըստ Հակոբ Աշակյանի մեր ճանապարհային քարտեզն է դեպի կայուն խաղաղություն, հիմնված երկրների իրավասության, ինքնիշխանության, փոխադարձության եւ հավասարության սկզբունքների վրա։ Չեխիայի փոխվարչապետի խոսքով, որպես քրիստոնեությունն առաջին ընդունած երկիր, Հայաստանը կարևոր գործընկեր է Չեխիայի եւ չեխ ժողովրդի համար։ Հյուրն իր աջակցությունն է հայտնել խաղաղության խաչմերուկ նախագծի իրականացման հարցում։ Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացների վերաբերյալ։ Բարեկամական խմբի մակարդակով Երևանում էին Լեհաստանի Սեյմի պատվիրակները։ Լեհաստան-Հայաստան բարեկամական խումբը մեր երկրում է հարաբերությունների առավել զարգացման ու հեռանկարային համագործակցության ընդլայնման համատեքստում։
Առաջին հանդիպումը եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի անդամների հետ է։ Առանցքում եվրոպական օրակարգին առնչվող հարցեր են։ Ազգային ժողովի падգամավորները ԼՀ գործընկերներին ներկայացրին Հայաստանի եվրոպական ընտանիքին ինտեգրվելու ձգտումները։ Արման Եղոյանը փաստում է, որ Եվրամիության շրջանակում Լեհաստանը մեզ համար առանցքային երկիր է ու մանրամասնում պաշտոնական Երևանի հաստատուն դիրքորոշումը եվրոպական արժեքների ամրապնման հարցում։ Падգամավորի դիտարկմամբ մեզ համար հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Եվրամիության խորհրդում նախագահությունը ստանձնել է Լեհաստանը։ Իրենք եւս մեկ անգամ կարևորեցին որպես նախագահող երկիր այնտեղ արևելյան գործընկերության ձևաչափը, ինչպես նաև Եվրամիության հետագա ընդլայնման շուրջ հստակության կարևորությունը։ Հանդիպմանը հանձնաժողովի նախագահը նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան կառույցներին հանձնարարել է դիտարկել եվրոպական ինտեգրման հարցում Եվրամիության անդամ երկրների հաջողված փորձը, որոնց թվում է նաև Լեհաստանը։ Եվրոինտեգրման ամենալավ պատմություններից մեկը ունի Լեհաստանը, տնտեսության թռիչքաձև աճով 20 տարի առաջվա համեմատ, եթե նայենք ենթակառուցվածքների զարգացմամբ եւ այս առումով իրենց փորձը մեզ համար շատ կարեւոր է։ Հաջորդ ասպեկտով էլ խորհրդարանականները Սեյմի գործընկերներին ներկայացրին մեր երկրի կառավարության նախաձեռնած խաղաղության խաչմերուկ նախագիծն ու փաստեցին, որ այն տարածաշրջանում խաղաղության օրակարգի եւ ենթակառուցվածքների ապաշրջափակման տեսանկյունից կարևոր բաղադրիչ է։ Սա Հայաստանի Հանրապետության տեսլականն է, թե ինչպես պետք է հարաբերությունները կարգավորվեն հարևանների հետ։ Մեր տարածաշրջանը որպես խաչմերուկ, որպես կոմունիկացիա համաշխարհային իմաստով շատ կարևոր է եւ հույս ունենք, որ Լեհաստանը իր ներդրումը կունենա ահա այս սահմանների բացման եւ նորմալ կոմունիկացիաների վերականգնման հարցում։ Սեյմի պատվիրակության հաջորդ հանդիպումը ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ է։ Սարգիս Խանդանյանը փաստում է, Լեհաստանում տեղի ունեցած ընտրություններով պայմանավորված որոշակի դադարից հետո ուրախ ենք կրկին վերադառնալ միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացման փուլ։ Անդրադարձ կատարվեց նաև վերջերս ընդունված Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքին։ Խորհրդարանական վերջին հանդիպումը բարեկամական խմբերի միջև է, հայկական կողմից այն ղեկավարում է Արուսյակ Ջուլհակյանը, լեհական կողմից Լուցիան Պիետրշիկը։ Հայաստանը անվերջ սիրելու երկիր է, փաստում է մեր երկիր առաջին անգամ ժամանած Սեյմի падգամավորը։ Ինձ համար պատիվ է լինել քրիստոնեությունն առաջին ընդունած երկրում։ Ազգային ժողովի խորհրդարանականների հետ գործընկերային հարաբերություններից բացի հաստատված են ընկերական կապեր։ Նմանատիպ հանդիպումները արդյունավետ են թե Հայաստանի, թե Լեհաստանի համար։ Անդրադառնալով անվտանգային ուղղություններին Արուսյակ Ջուլհակյանը խոսեց նաև Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման վերաբերյալ։ Այս առումով ես ուզում եմ ընդգծել Լեհաստանի առանցքային դերակատարությունը Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության նախ ժամանակին հաստատման հարցում եւ ապա արդեն իսկ տեղում կատարված աշխատանքի առումով առաքելությունը առանցքային նշանակություն ունի Հայաստան-Ադրբեջան սահմանի կայունության ապահովման հարցում։ Եվրամիության հետ հարաբերությունների խորացման տեսանկյունից падգամավորը խոսեց նաև վիզաների ազատականացման հարցում այս պահին ընթացող երկխոսության վերաբերյալ։ Երևանում Սեյմի պատվիրակները եղան նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում եւ հարգանքի տուրք մատուցեցին հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ամեն տարի հունիսի 14-ին աշխարհում նշվում է Արյան Դոնորի համաշխարհային օրը։ Սա հնարավորություն է եւս մեկ անգամ հիշելու եւ գնահատանքի խոսք ասելու այն մարդկանց, ովքեր ինքնակամ արյուն են նվիրում հանուն այլ մարդկանց ապրելու իրավունքի։ Մեկ դոնորի արյունը կարող է փրկել մինչև 3 մարդու կյանք։ Արյան Դոնորի օրվա կապակցությամբ Յոլյանի անվան արյունաբանական եւ ուռուցքաբանական կենտրոնն ու ազգային ժողովը համատեղ կազմակերպել են արյունատվության ակցիա։ Ակցիայի ընթացքում արյուն են հանձնել ազգային ժողովի падգամավորները, աշխատակազմի ներկայացուցիչները։ Ես կարծում եմ յուրաքանչյուր ոք, ով ապրումակցում է եւ հասկանում է, որ հիվանդությունների հաղթահարումը կախված է նաեւ իր մեկ քայլից եւ այդ մեկ քայլը արյուն հանձնելն է, պետք է որ չվարանի եւ սիրով մասնակցի նման ակցիաներին։
եւ հնարավորությունը, որ մեզ տրվեց, ես կարծում եմ, որ պետք է օգտագործվի բոլորիս կողմից փրկելու համար կյանքեր, փրկելու համար ճակատագրեր։ Գիտես, որ մի լավ բարի գործ ես անելու, այդ պատասխանատվությունը կարևորելը անսահման շատ է։ Ես այդպես առավոտյան արթնացել եմ այդ տրամադրությամբ, որ գալու եմ արուն հանձնելու ու շատ լավ նախաձեռնություն է, որ հենց ազգային ժողովի տարածքում է իրականանում։ Արյան դոնոր լինելը գիտակցված որոշում է եւ կենսակերպ դոնորների խոսքով հանձնածառյունն իրենց չի վնասում, բայց փրկում է երեխաների կյանքի ծանր իրավիճակում հայտնված մարդկանց կյանքեր։ Արյան պաշարների արկայությունն առողջապահության համակարգի անվտանգության առանցքային բաղադրիչներից է։ Հայաստանում տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը։ Վերջի տարիների ընթացքում մանավանդ մեկ առողջապահության նախարարի մեծ ներդրումով այդ ոլորտի մեջ հիմա փորձում ենք հասցնենք 5000 տարեկան կամավոր անվարձահատույց դոնորների, որոնք տարին եթե 2 անգամ նույնիսկ հանձնեն, մենք մեր արյան պաշարը կհամալրենք։ Թեև տարեցտարի ավելի շատ մարդիկ են դառնում դոնորներ, սակայն պետք է հիշել, արյան կարիք մշտապես կա ամեն օր։ Դոնորությունը յուրաքանչյուր առողջ մարդու ներդրումն է, մեկ այլ մարդու կյանքը փրկելու գործում։ Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, օրվա իշխանությունները վարչապետի անմիջական գլխավորությամբ միայն իրենց հատուկ կեղտոտ բառապաշարով ապօրինի արշավ են սկսել Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու, ամենայն հայոց կաթողիկոսի դեմ։ Ես ուզում եմ հիշեցնել վարչապետի երդման տեքստը։ Հանուն համազգային նպատակների իրականացման պահպանել ՀՀ սահմանադրությունը եւ օրենքները, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը։ Այդ բարձր կոչմանն է հավատարիմ մնալով է հարցոք վարչապետը ամեն առավոտ իր հայրախառն բառապաշարով փչացնում մարդկանց առավոտը։ Հավատարիմ մնալով են արդյոք խախտում եւ խախտվում սահմանադրությունն ու օրենքները։ Փաստեր, խնդրեմ, հարձակում հանրության կողմից ձևավորված տեղական ինքնակառավարման մարմինների վրա, իր կոչով ազգային ժողովի շրջափակում, ազգային ժողովի տարածք ներխուժում, դատարանների, այդ թվում սահմանադրական դատարանի շրջափակում, նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ քաղաքացիներին ասֆալտին փռելու, պատերին ծեփելու հրաման տալ, SMS-ով ԲԴԽ նախագահի ազատման դիմում մանդատներից հրաժարվելու падգամավորների հրահանգ տալը, բացառիկ առաքելություն ունեցող հայ առաքելական եկեղեցու ինքնակառավարվող մարմնի ներքին գործերին միջամտելը եւ կաթողիկոսին այդպես վարկաբեկելը։ Այս շարքը կարելի է անվերջ շարունակել։ Իսկ հիմա էլ փոխարեն իրականացնի սահմանադրության բարեգործությունը խթանելու իր գործառույթը հարձակվել է բարեգործություն իրականացնող բարերար Սամվել Կարապետյանի վրա, կալանավորել նրան։ Իսկ ինչու? Որովհետև այս մարդիկ օգտվելով ազատ արտահայտվելու իրենց իրավունքից խոսել են Արցախի ինքնորոշման իրավունքի, Արցախահայերի հետ վերադարձի իրավունքի, պատմամշակութային կոթողների պահպանման անհրաժեշտության մասին կաթողիկոսի պարագայում եւ ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու Սամվել Կարապետյանի պարագայում։ Սիրելի հայրենակիցներ, գրեթե ամեն օր եւ գրեթե ամեն ինչում իր ուխտը դրժող անձը ընդհանրապես ինչ բարոյական իրավունք ունի քննարկելու որևէ անձի ուխտի կատարման հարցը։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ ինքը չի կատարել թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները եւ իշխանությունը կորցնելուց հետո գալու է պատասխան տալու ժամանակը թե նրանց եւ թե հայ ժողովրդի առաջ։ Եվ դրա համար նա սկսել է հարձակվել հայկական ինքնության պահպանման համար պայքարող յուրաքանչյուր անձի, յուրաքանչյուր կառույցի վրա։ Սիրելի հայրենակիցներ, եկել է իշխանափոխության ժամանակը։ Հակառակ պարագայում գնում ենք դեպի տոտալ բռնապետություն, որը հայոց պետականության հարցում կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ։ Շնորհակալություն։ Սիրելի հայրենակիցներ, անցնող հերթական նիստերը լի էին իրադարձություններով, որոնք եւս մեկ անգամ ցույց տվեցին պետության եւ չպետության դրսևորումները։ Պետությունում ժողովուրդն է որոշում կայացնողը, չպետությունում ով շատ փող ունի։ Որոշների համար իհարկե սա խորթ է ու անհասկանալի, քանի որ նրանք սովոր են մեծ եղբորը հնազանդվելուն։ Պետությունում ազգային արժեքը եկեղեցին է, չպետությունում եկեղեցում ծվարած ուխտադրուժները։ Կեղծիքը սրբադասելը, այն տաբուացնելը, դրա մասին քննարկումները դավաճանություն որակելը, չպետությունն է։ Կեղծ բարեպաշտների դիմակը պատռելը, իրական արժեքները պաշտպանելը, տաբուների առաջ չընկրկելը պետությունն է։ Չպետությունում բանակի եկեղեցու խնդիրներից չեն խոսում։ Պետությունում խոսում են սրտացավությամբ ու լուծումներ փնտրում, որտեղ խնդրից փախուստը չէ լուծումը, խնդիրը չտեսնելու տալը, դրա մասին չխոսելը չէ լուծումը։ Չպետությունում հեծը ազգայնացնելն ապազգային է, հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը թշնամուն հաջողանալ։ Պետությունում ռազմավարական նշանակություն ունեցող ցանկացած ենթակառուցվածք ազգային է։
հարևանների հետ ուղիղ առանց միջնորդների շփումը պետական շահից բխող հրամայական։ Պետությունը Հայաստանի Հանրապետությունն է, չպետությունը, դրանից դուրս ցանկացած պատրանք։ Հայաստանի Հանրապետությունը մեր որպես ազգի լավագույն ինքնադրսևորումն է, լավագույն ստեղծագործությունն ու իրականացված երազանքը։ Այն ամենօրյա ջանք է, ընտրություն, կամք։ Այն իմ մասին է, այն մեր մասին է ու հանուն մեզ է, ինչպես որ ես, դու ու բոլորս ենք նրա մասին ու հանուն նրա։ Շնորհակալություն։